Ես ուղղակի մտածում էի, որ չգիտեմ, երևի չենք փրկվի, որտեղ բավականին մեծ վնասվածք է ստացել։ Ուժեղ քամու հետևանքով դուրս է եկել բալիկից ներս տանելու, ինքը դրսում էր, որպես ինքը չվնասվեր, բայց ես իրան չհասա այդ դեպքի ժամանակ տանիքից թիթեղը պոկվեց ու հարվածից ինձ վնասեց։ Մեր տուն հյուրեր էին եկել այդ պահին, բղավոցից դուրս եկան տնից ու միանգամից կանչեցինք հարևանին, որը մեքենա ուներ, իմ ամուսինը այդ ժամանակ տանը չէր, քաղաքում չէր։ Կանչեցինք հարևանին ու իր շնորհիվ, եթե շտապօգնությունը մենք շտապօգնության դիմեինք, հաստատ ես չէի փրկվի, իր շնորհիվ, որ ես հիմա ստեղ եմ, փրկված եմ, ինքն է ինձ շատ օգնում։ Այսպիսի դեպք արդեն 45 տարին լրացել է, ես չեմ տեսել այսպիսի դեպք, որ բնության աղետի պատճառով հղիգինը այդպիսի վնասվածք ստանա, սա ուղղակի բնության աղետի հետևանքով եւ բնության, ասենք, բարձրյալի ոնց որ հրաշք կլինի, որ այդ կինը եւ նորածինը փրկվել են։ Հարվածը այնքան ուժեղ է եղել, որ նորածնի քունքի աջ ձախ քունքի վերևի շրջանում բավականին խորը վերքա, պատրված կա եղել, որի պատճառով, այսինքն հիմա ասում են մեկը ինձ հարցրեց, իսկ հնարավոր չէր կարը տնել, կարը իհարկե հնարավոր է, բայց նորածնին ոչ թե կար տնելու համար է, այլ հիմնականում որպեսզի հետագա ուրեմն բարդություններից խուսափելու շատ հնարավոր էր, որ լիներ գանգոսկրի կոտրվածք, շատ հնարավոր էր, որ լիներ նաև արյունազեղումներ ուղեղում։ Դրա համար տեղափոխվել է Ձերեթելի բժշկական կենտրոն, որտեղ մանրամասն հետազոտությունները արվել են, փառք Աստծո նորածինը լավ վիճակում է գտնվում, մայրն էլ այսօր իհարկե արդեն լավ վիճակում է գտնվում, շուտով պատրաստ ենք դուրս գրման։